Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի առազատներ, բարիլույս սերփոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Հաջող դժբախտաբար մեր անհաջողությանց համար զաստված կմեղադրենք, կամ մեր շրջապատը, կամ այն պայմանները, որոնց մեջ կապրինք։ Սակայն երբեք չենք նայիր, որ մեր անհաջողությանց պատճառը հաջող մեր մտածելակերպն է։ Մենք մեզ մեր անձը գաբանքներու դակ թրած կլանք մեր մտածելակերպով։ Հաջողությանց սկիզբը այդ մտածելակերպեն դուրս գալն է։ Այլապես շղթաներու դակ պիտի մնանք։ Գիտենք, որ խոսքը զորություն ունի։ Եվ հաջող այդ խոսքերով, այդ մտածումներով մենք մեզ կամ գաբանքի դակ թրած կլանք եւ կամ իսկապես Աստուծո վստահելով եւ մեր կյանքը արժևորելով կփոխենք մեր ընթացքը, կյանքնալ հետը կփոխվի։ Պատմեմ ցեզի հետեւյալ պատմությունը։ Ժամանակին մուրացկան մգար, որ քնածքի գայրանին մեջ փող գմուրար եւ մարդոց տված այդ խեղճուկ ողորմությամբ իր օրաբահիգը հազիվ գժահեր ու փորը գլեցներ։ Օրմը այս մուրացկանը գտեսնե, որ քնածք պիտի բարձրանար երկարահասակ, համասկեստ հագած, գոշիկները սիրուն, փայլուն մարդը։ Եվ մուրացկանը ինքն իրեն կմտածե, այս մարդը վստահաբար հարուստ մեկն է։ Եթե իրեն մոտենամ եւ փող մուրամ, անպայմանորեն ինձի շատ փող կուտա, արագ փող կուտա։ Եվ երբ կմոտենա մուրացկանը այս երկարահասակ, փայլուն գոշիկներով համասկեստ հագած մարդուն եւ տրամ գմուրա, այս մարդը գնայի մուրացկանին, այսպես բարձրեն գսե որ տրամ գմուրաս ինձ մե, փոխարենը ինչ պիտի դաս ինձի։ Մուրացկանը գզարմանա, գսե, բայց ես մուրացկան եմ գսե։ Մարդը գսե մուրացկան ես, դու քեզի համար, բայց եթե փոխարեն ինձ բամը չդաս, ես քեզ տրամ չեմ դար։ Եվ այս մարդը առանց ոյ մեկ բան դալու, առանց ոյ մեկ գումար դալու կբարձրանա քնածք։ Այս մուրացկանը շվարած կմնա։ Այս մարդուն խոսքը իր սրտին կտպնա։ Կսկսի մտածել։ Ինչ կրնա մարդոց տալ։ Բայց չէ որ ինք մուրացկան է։ Ինչ կրնա փոխարենը դալ եւ մարդոց մեզ ստանալ, գումարը ստանալ։ Եվ կմտածե արդյոք ադոր համար է որ շատ փող չեմ կրնար հավաքել, մարդիկ ինձի չեն դար։ Եվ այսպես երկու օր շարունակ այս միտքը կչարչրգե այս մուրացկանին միտքը։ Երրորդ օրը մուրացկանը հանգարց, մուրացկանին աչքին թաշտի մեջ վայրի ծաղիկներ, ուրեմն մուրացկանը վայրի ծաղիկներ կնկատե։ Միտ կարտնա իր մեջ, որ ծաղիկ հավաքե եւ մարդոց ծաղիկ տա փոխարենը։ Եվ իսկապես մուրացկանը ծաղիկներ հավաքելով գերտա քնածքի գայարան։ Գսկսի մարդոց քանի մատ ծաղիկ տալ, մարդիկալ անոր ծաղիկին փոխարեն իրեն գումար տալ։ Եվ մուրացկանը կնկատե, որ այդ օր շատ ավելի փող գումար շահեցավ, քան երբ որ ոչինչ կուտար մարդոց փոխարենը։ Եվ այսպես մուրացկանը տեսավ, որ երբ որ իր ցերկի ծաղիկներ կվերջանային, մարդիկ այլևս իրեն փող չէին տար։ Ու շաբաթ մանցներով այդպես մուրացկանը տեսավ, որ մարդիկ այլևս ինք ոչ թե որպես մուրացկան գտիդեին, այլ որպես ծաղիկ ծախող մեկը։ Եվ ադոր համար իրեն տրամ գուտային։ Շաբաթ մվերջ դարձյալ այս մուրացկանը գտեսնե նույն երկարահասակ այդ դղուն, այդ մարդուն, որ իր խոսքով թե ինչ կուտաս փոխարեն ինձի, իր սրտին տպած էր եւ ահա ինքը սկսած էր ծաղիկ փոխանակել։ Գմոդենա այս երիտասարդին եւ ծաղիկներ երկարելով անոր գսե այսօր ահա քեզի
Զաղիկ պիտի դամ, եթե ինձի փող դաս, գումար դաս։ Մարդը գժբդի, զաղիկ գարդե եւ իրեն փող գուտա։ Գսե եւ իրեն գսե, ահա այսօր տուն ինձի պես վաճառական եղար։ Մուրացկանը այս խոսքը երբ գլսե երկարասակ մարդեն դարձյալ սրդին գտնա ու երկինք նայելով բարձրացան գսե ես այլևս մուրացկան չեմ, ես այլևս վաճառական եմ։ Մարդիկ շուրջի մարդիկ գարձեն, որ այս մուրացկանը փարգացավ եւ փարգացած այսպես կխոսի։ Ու այլևս մուրացկանը այդ քնածքի գայրանը չերևցավ։ Ամիսներ անցան։ Ամիսների հետ օրը քնածքի վրա երկու դղամարդ, երկուքնալ շատ քեղեցիկ հակված, գող կողքի գնստին։ Մեկը գտարնա եւ մյուսին գսե, ջանցար զիս։ Մարդը գսե, գխորին որ գշփոթես ինձ ուրիշի հետ, որովհետեւ առաջին անգամն է որ գտեսնենք։ Մարդը գսե, ոչ գսե, իրականության մեջ ասիկա երրորդ անգամն է որ գտեսնենք։ Մարդը գսե, հիշեցուր ինձի։ Հիշեցուր թե ով ես։ Գսե, ես այդ մուրացկամն եմ, որ առաջին անգամ քեզի հանդիպեցա եւ դու լսիր որ եթե փոխարենը փամուչունիս ես գումար չեմ դար, երկրորդ անգամ ալ ինձ իսիր որ երբ քեզի ծաղիկ տվի եւ դրամ մուրացի, ասիր որ դու այլևս ինձի պես վաճառական ես։ Մարդը գսե, հիմա հիշեցի, դու այդ մուրացկանն ես, բայց ահա գերբարանա փոխված ես, ահա քեղեցիկ համասկես տակածես, հակուս տակածես, կոշիկներդ կպայլին, ինչ պատայեցավ, ուր գերտաս այսպես, մուրացկանը մարդուն գսե, գիտես գսե, առաջին անգամ երբ որ ինձ իսիր, որ փոխարենի ինչ պիտի դաս, եւ ես սկսա մտածել, որ մուրացկան եմ, ինչ կրնամ դալ, սակայն, քանի որ ետ, երբ սկսա մարդոց, ես ծաղիկ բաժնել, փոխարենը գումարին, մարդիկը սկսան այլևս ինձի թիդել որպես բզդիկ վաճառական որ ծաղիկ կբաժնե եւ անոր փոխարեն ինձ սկսան գումար դալ հագարական որ ես իմ մտքիս մեջ դակավին մուրացկան գսկայի սակայն երկրորդ անգամ երբ ինձ իսիր որ դու ինձի պես վաճառական եղար այդ քո խոսքը ամբողջ կյանքս փոխեց Եվ ես սկացի, որ այլևս ոչ թե մուրացկան եմ, պետք է դուրս կամ իմ մուրացկանի մտածելակերպես։ Եվ այդ ժամանակ սկսա վաճառականի պես ապրիլ։ Եվ սկսա ծաղիկ ծախել, հետո քանի ամիս վերջ ես հիմա ունիմ արդեն իմ անձնական խանութս եւ ծաղիկի մեծ վաճառական դարձած եմ։ Ու ահա գերտամ ուրիշ քաղաքը, որբեսի Կորձերս այնտեղ ալ տասավորեմ եւ այնտեղ ալ զարգանոցներ փանամ։ Եվ այսպես միասին խոսելով անոնք կհասնին քաղաք եւ իրար մեկը բաժնվին մեծ ուրախությամբ։ Սիրելիներ, այս պատմության բարոյական տասը այն է, ինչպես ասի խոսքիս սկիզբը, հաջող մենք մեր մտքին փանդարգյալն ենք։ Մենք սիրելիներ, եթե Աստուծո վստահությամբ եւ Աստուծո մեզի տված կարողությամբ դուրս չկանք այդ գաշկանտումներեն, այդ գաբանքներեն եւ միայն մենք մեզ տնենք ուզողի թերի մեջ, որ մարդիկ մեզի դան առանց մենք մեզ մե փամը տալու այդ ժամանակ խղճալի վիճակի մեջ պիտլանք։ Մտածեցեք դուք ձեր կյանքի մասին։ Տեսեք սիրելիներ որ մտածումները ցեզ գաբանքի դակ բահած են ինչ բաներն են որոնք կթողեն որ դուք ձեր հանգիստեն ձեր ստեղծած ճագերդի մեջ ձեր ստեղծած հանգիստեն դուրս չկաք արտարացնեք դուք ցեզ զանազան մտածումներով եւ բարերով եւ այդ մտածումներն են իրականության մեջ որ ցեզ գաբանքներու դակ կբահեն որբեսի չկարողանաք հաջողակ կյանքի հասնել Աստուծո նկատմամբ ձեր ամուր հավատքը սիրելիներ, ամուր հավատք պետք է ունենալ եւ Աստուծո ցեզի տված կարողությունները պետք է իքորց տնեք,
որբեսի այս մտքի մուրացկան վիճակեն, մուրացկանության այս մտածելակերպեն դուրս գաք, այս կաշկանտվածութենեն դուրս գաք եւ իսկապես ապրիկ արժեվոր կյանքով, վայնադեն ծեր կյանքը պիտի գերբարանափոխվի։ Հույսով որ այսօրվան պատմությունը շատերուտ մտածել գուտա, թե իսկապես ինչ բաներն են, որոնք արգել կլան, ինչ մտածումներ են, որոնք գաշկանտեն ցեզ, որբեսի կարողանաք եւ ծեր հավատքի մեջ, եւ ծեր կյանքի մեջ հարաճանաք, հարաճ դիմեք ու զորանաք։ Եվ հավատացեք, որ անպայմանորեն պիտի գտնեք այդ բանալին եւ պիտի գերբարանափոխվեք։ Հույսով որ այսօրվան պատմությունը գրնակոն է մեկ հոգի քաչալերել, որ դուրս գա իր այդ սահմանափակ մտածելակերպեն եւ իսկապես Աստծո վստահելով ու իր անձը արժևորելով իր կյանքը այսօրվն է փոխե։ Աստված ձեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։